Փաստորեն չներկայացան ՔՊ ավականու անդամները 10 րոպեից անգամ այդ սահմանված կես ժամն էլ կանցնի, սա ինչով եք պայմանավորում եւ այստեղ նաեւ նշեցին մյուս ավականու անդամը նշեց, որ ուզում են որպիսի միջև ընտրությունները զավթեն, այստեղ պաշտոնակատար նշանակելով, որ ընտրություններում արդեն իրենց տեխնացուն շահեկան իրավիճակում հայտնվի։ Ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագրի տեխնացուն արդեն փաստ է, Արգիշտի Մեխակյանն է։ Արգիշտի Մեխակյանը շահավետ դիրքերում չի կարող ոչ մի դեպքում հայտնվի մի քանի պատճառներով։ Առաջինը ինքը քաղաքացիական պայմանագրի տեխնացուն է։ Երկրորդը ինքը Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է։ Երրորդը ամբողջ համայնք խոշորացնում են, որ ինքը տեխնացուն ունի, դա արդեն խնդիրներ է։ Չորրորդը Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք է լինում տալիս են։ Հինգերորդը մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը նույն սկզբունքներով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա կգնա փոխվարչապետ։ Ոչ մեկը չունի այդ երաշխիքը, որտեղ փաստացի պետք որ ինքը մնա։ Չէ, մեզ երաշխիք պետք չի։ Մասնակցում եք իշխանափոխությանը 18 թվականին։ Այո, մասնակցում էի, ակտիվ եմ մասնակցել իշխանափոխությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի զացմանը պետության, ժողովուրդ ջան, հեղափոխությանը մասնակցում էին բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին նախկիններին, բայց հիմա ես տեսակ, որ Նարեկ ջան ներկան բանը նախկինների կողմից են հանդես գալիս։ Այստեղ լրագրողական էթիկա կա, դուք պետք է մի հատ նայեք, եկել եք Էջմիածնի ավականի 3 ֆրակցիաներից մեկի ղեկավարին, տենց հարց եք տալիս։ Այդ հարցը տալուց առաջ իսկ դուք չեք ուզեցել ծանոթանաք այդ մարդու գործունեությունը, որ ինքը 18 թվի ավարտից հակա նիկոլական դիրքերից է հանդես գալի, չէ, դուք չգիտեք, հարց եք տալիս, մի անգամ տեսել եք, որ հեղափոխությանը մասնակցել են։ Կառավարում ես Նիկոլ Փաշինյանի։ Ամեն ինչը, ինչ որ կոնկրետ բաներ եք ուզում, օրինակ հենց նույն ձև կարանք ասենք առաջի սամ։ Երբ քաղաքական գործչին հիշեցնում են իր անցյալը, դա նշանակում է անցյալը չեք հիշեցնում։ Դուք ասում եք 18 թվին նրանց կողմից չէիք, հիմա սենց։ Այդ բանը մանիպուլյացիաները շատ եղել, որովհետև դուք բացատրում եմ ձեզ։ Բացատրում եմ, ես չեմ կարող ասացացվել Փաշինյանի հետ, որովհետև ես Արցախը սիրում եմ, Արցախի համար կռվում եմ։ Փաշինյանի հետ ասոցացվելը դա Արցախը դավաճանելը եկեղեցու դեմ, որովհետև 18 թվականին հույս ունեինք, որ նախկիններից կազատվենք, պես նախկիններ կա ինչ-որ սև ու սպիտակի հասարակությանը բաժանելու, հասարակությանը պարակտելու, հասարակությանը պարտության մատնելու մի հատ բան դարձրեցին։ Արգիշտի Մեխակյանը ինչ շանսեր ունի ընտրվելու։ Արգիշտի Մեխակյանը շանսեր չունի ընտրվելու, եթե մենք ինչ որտեղ եք տեսել։ Դուք հենց հիմա դուք ձեր հարցը տեսաք, չէ՞։ Դուք հիմա ինձ հարցնում եք ընտրությունների ժամանակ Արգիշտի Մեխակյանը ինչ շանսեր ունի, ես ասում եմ շանսեր չունի, ասում եք մեծամասնությունը։ Լավ հիշեցեք, նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու Էջմիածնի արդեն Հիմա հենց հիմա կարող է քաղաքացիական պայմանագրից մի քանի հոգի գալիս են, խոշորացումներ չի ստացվում, ամբողջ հավանը հանրապետությունում դուրս են գալիս, ասում խոշորացման ծրագրերի դեմ են։ Հողի վրա ինչ կա, տեղադրված հողի վրա կա, որ այսօր նիստը չի կայացել։ Խոսակցությունների մակարդակում։ Խոսակցությունների մակարդակում։ Այո։ Խոյի նախին ղեկավար Արգիշտի Մեխակյանով կարող է բարձր ձայնով հավաքել շատ ձայնով։ Ժողովուրդ այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ընդեղով մեզ հաղթելու է, այլ գոնե 30%-ից քիչ չի հավաքելու։ Հասկանում եք, խնդիրը հիմա Նիկոլի ոչ թե նրա մեջ է, որ ինքը ավելի շատ պատրաստվում է 26 թվականի ընտրություններին, բայց իրան պետք է 40% ազգային ժողովում ձայն հավաքել։ 40%-ով Էջմիածնում իրան քաղաքապետ չեն կանալու առաջադրեն, բայց 40% էլ չեն հավաքելու, իրենք հավաքելու են մինչև 30%։ Իրենք կարող են այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն եւ եթե լծակներ իրենց ձեռքում է, շատ հանգիստ, ինչպես այստեղ ասում էին, զավթեն քաղաքապետարանը։ Շատ ճիշտ եք ասում, ժամանակավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետը պետք է Էջմիածնի ղեկավար նշանակի օրենքի ուժով։ Երբ որ մենք ստեղ չկայանանք նիստերի ժամանակ, քվորումը չապահովեն, իրանք գնան այդ քայլին, քաղաքական դիվերսիա անեն, հետո առաջադրեն, ինչ պետք է անեն, ասֆալտ։ Ժողովուրդ ջան, ասֆալտը անցած ընտրություններից 21 թվականի ընտրությունների ժամանակ ես ասում եմ, ես մարդիկ ասֆալտը հենց նոր սկսեցին անել։ Հիմա ամբողջ քաղաքը տեսնում ենք, այսքան ժամանակ ոչ մի բան չի արվել, սպասում են, որ իրանք մարդ նշանակին ասֆալտ անեն։ Եթե մեր հասարակության
մոտ դեռ ասֆալտ այդ մի քանի ամիս անելով կարելի է իրողություն փոխել, ուրեմն մենք իրականում շատ վատ վիճակում ենք։ Հենց դա մեր քաղաքական խնդիրը է, այնա որ հասարակությանը բացատրենք, որ սենց չի լինում կառավարումը, ընտրությունից ընտրություն մի հատ ձեզ ասֆալտ անենք, վարչական ռեսուրսներով ամեն մեկիդ ինչ-որ բան խոստանանք, ինչ-որ բանի հասնենք։ Տեղեկություն է շրջանառում, որ նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը կրիմինալ կապերի մեջ է տարբեր անձանց հետ, նաև վերջին սպանությունը իր գազալցակայանում, որ տեղի է ունեցել, ուղիղ առնչություն ունի իր հետ։ Նա Արամ Միրզոյանը ՔՊԻ ավականու անդամ է։ Այս տեղեկությունները որքանով են հավաստիկ։ Դուք շատ լավ գիտեք, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամների հետ խնդիր ունեմ անձնական մակարդակով դեռ 20 թվականի պատերազմից հետո։ Լուրջ խնդիր ունեմ, այնպես խնդիրը, որ ես երբեք որևիցե տեղ իրանց հետ մեր ջուրը մի առվով չի կարող գնա, որտեղ իմ համար հիմնարար Հայաստանի Հանրապետության շատ մի հատ լուրջ բան խախտվել է իրանց կողմից։ Երկիրը բաժանվել է մի քանի մասի սևերի, սպիտակների իրանց կողմից։ Ես շատ վատ վերաբերմունք ունեմ այդ մարդկանց նկատմամբ, բայց մտնել իրավական դաշտ ու գնահատական տալ դա իմը չի։ Դրա համար գոյություն ունի ոստիկանություն եւ այլն եւ այլն։ Եթե այդ մարմինները չեն բավարարում այդ մեր հարցերին, ժողովուրդ ջան, բերեք հեղափոխություն անենք։ Ինչպես է Դիանա Գասպարյանը կարողացել շինթույլտվություն տալ իր սկեստայրին, որը որ շենքերի հետ կապված, նաև շինարարություն են անում, երբ դուք ավականու անդամ եք այդ ժամանակ, ինչպես են կարողացել շինթույլտվություն տալ։ Կարամ պարզ եւ հասանելի ձևով ցույց տամ։ Եթե մենք չենք կարողանում բոլոր ընդդիմադիրներով քվորում ապահովել, մենք կարող ենք մեծամասնություն ունենալ ավականին նիստերի ժամանակ։ Ոչ մեկի։ Ես ներկա չեմ գտնվել Էջմիածնակործան գործունեության եւ նիստերի։ Իսկ դուք տեղյակ չեք, որ նման շենքեր են կառուցվում Դիանա Գասպարյանի հետ։ Եթե մամուլին ուշադիր լիներ, ես չեմ բարձրացնել, երևի ազատության բաները որ նայեք, չէ։ Ազատություն կներեք մի վարքյան ազատությունով առաջի բարձրաձայնողներից մեկը հենց ես եմ եղել ազատություն լրատվականով հենց այդ ամեն ինչի մասին հենց այդ ամեն ինչը եղել ես դրա մասին խոսել եմ ու հիմա ինձ մեղադրել որ ես ինչ-որ բան չեմ բարձրաձայնել ինձ թվում է ճիշտ չի լինի հրաժարականը նախկին քաղաքապետը հենց դրանցով է պայմանավորված ինչու հրաժարակ Չէ, ժողովուրդ ջան, Նիկոլը շատ խորը թքած ունի ով ինչքան է ուտում։ Քաղաքացիական պայմանագիրը բոլորին տվել է ուտելու իրավունք, բայց այդտեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է եղել։ Իրանք այլևս Դիանա Գասպարյանով չէին կարողանալ ընտրություններին գնալ։ Պետք էր ինչ-որ մի հատ sense force majeure ստեղծել, հետո եկեղեցու դեմ ինչ-որ բաներ անել, որպեսզի կարենան քաղաքական դիվիդենտներ հավաքեն։ Ժողովուրդ ջան, այսօր մենք ունենք հենց Էջմիածնի համար շատ կարևոր խնդիր։ Պետական իշխանությունը ու մայր աթոռը կոնֆրոնտացիայի մեջ է, ինչի իմ համար անընդունելի եւ անբարոյական է, որովհետեւ պետական ոչ մի իշխանավոր իրավունք չունի մտնի եկեղեցի ու այդ հետո ինձ կարող է ինչ-որ մեկը հակադարձի, ասի, բա ոնց եկեղեցին մտավ քաղաքականություն, եկեղեցին քաղաքականություն կարա մտնի, քաղաքականությունը եկեղեցի չի կարա մտնի, որտեղ սահմանադրությամբ ասվում է, որ եկեղեցին անկախ կառույց է, անջատ են, այո, բայց ոչ միտեղ չի ասում, որ եկեղեցի քահանան ՀՀ քաղաքացի չի, իսկ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվելու։ Հավատացյալ է թե ոչ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սուտասան է։ Ես չգիտեմ, Սուտասանը կարա լինի հավատացյալ թե չէ։ Եթե Սուտասանը կարա լինի հավատացյալ, ուրեմն հավատացյալ է։ Ես չեմ կարող, ինքը ուրիշ հավատքներ ունի։ Հավատացյալ բառը չի ասում քրիստոնյա, չի ինչ-որ կոնկրետ բնորոշում տալիս։ Եթե կա ինչ-որ հավատ, որտեղ Սուտասաններն են, ուրեմն կարող է եւ հավատացյալ։ Ես որպես քրիստոնյա այս հարցերը բարձրաձայնում եմ, իրավունք ունի որպես քրիստոնյա բարձրաձայնի, թե ոչ որպես Հայաստանի վարչապետ։ Ես հիմա ստեղ կանգնեմ, ասեմ, ես որպես տիեզերագնաց ինչ-որ բան ասեմ, իմ ասածներին լուրջ կվերաբերվեք։ Ասում է, ով ինչ ուզում ասում է։ Ասելը դա դեռ ոչ մի իրական հողի վրա բան չի, ասել բոլորը կարող են։ Ձեր խմբակցությունը Սևակ Խաչատրյանի թեկնածությունը։ Ոչ, մենք Էջմիածնում Քոչարյան, Նիկոլ, այդ ամեն ինչից անկախ ֆրակցիա ենք, հայրենատեր ֆրակցիան ենք։ Ընդհանրապես կապ չունենք ոչ մեկ հետ։ Մեր քաղաքական դաշտում թշնամիներն են Քոչարյանը, Սերժը, Նիկոլը, Լևոնը, բոլոր նրանք, ովքեր պետությանը բերել են այս վիրավիճակին են հասցրել։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ասում են ախպեր այսքան վատ եք արել, մենք այս վատի վրա պետություն կկառուցենք։ Դրա համար չեմ ուզում առնչվել կամ ընդհանրանալ այդ քաղաքական ուժերի հետ, որովհետև
քաղաքական հակասություններ ունեմ, շատ բանը մեծ քաղաքական հակասություն դարավ 20 թվականից հետո։ Գյումրիում էլ կար տարաձայնություն, բայց հանուն նրա, որի ԿՊ-ն չլինի իշխանություն, չնայեցին քոչարյանական, սերժական, դաշնակցական, բոլորով միավորվեցին եւ ԿՊ-ին չթողեցին իշխանություն։ Ժողովուրդ ջան, հնարավոր է իջմիացնել։ Արեք սենց։ Ես չգիտեմ այնտեղ մասնակիցները ինչ քաղաքական գաղափարախոսություններով են մինչև վերջ առաջնորդվել։ Կարանք տեխնացուներին հերթով դնենք բոլորի քաղաքական ուղիները, նայենք ով ինչ քաղաքական ուղով է եկել։ Եթե ես ձեզ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության հիմնասյուներից թույլատնողներից մեկն է եղել, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը իսպառ ոչնչացնողն է եղել։ Ոչ մի դրվագում ես չեմ կարող այդ մարդկանց հետ միևնույն կոալիցիայի մեջ լինեմ։ Այդ նորվա ձեր ասած ասում եք քո ստորագրությունը կա այս պետության քանդվելու մեջ, չէ, չկա իմ ստորագրությունը։ Ես չեմ պատրաստում ստորագրել մի մարդու անվան տակ, որը կքանդի մեր պետությունը։ Արտիշտ Մեխակյանի եթե հաջողվեց եկավ դարձավ ժամանակավոր պաշտոնակատար, դուք աշխատելու եք նույն կերպի հետ, Այո, նույն կերպ աշխատելու եմ, չեմ ներկա գտնվելու այդ կեղծ նիստերին։ Այսօր էլ նենք Ես մինչև հիմա էլ եմ բոյկոտել, դրա համար իմ ստորագրությունը Էջմիածնից խլված տարածքների փաստաթղթերի վրա չկա։ Այսինքն ինչ ընտրվել է, դուք բոյկոտել եք բոլորը։ Առաջին նիստից հետո հասկացել եմ, որ այլևս այնտեղ անելիք չունեմ։ Այդ իմաստ կա մնալ ընդհանրապես ավականից։ Այո։ Որովհետև դուք ընտրական օրենքը իմանալով գիտեք, եթե մեր ֆրակցիան դուրս եկավ, հաջորդն է գալու։ Իսկ հաջորդների վրա վստահություն չունեմ, որ չեն ուզենա այդ փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունը լինի։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել։ Ունեմ ինձ ընտրող մարդիկ, ում առաջ ունեմ որոշակի պարտավորություններ, ու ես իմ պարտավորություններն եմ պահում։ Գոնե առնվազն թույլ չեմ տալիս իրանց անունից, իրանց ասածին հակառակ քվեարկություն լինի։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ ասում է ցավոք ես կաթողիկոսի թեկնածու չունեմ եւ վեհափառին անվանում է վեղարի տակ թաքնված անառակ։ Արդյոք նա կարող է վեհափառին անառակ անվանել այն մարդը, ով Արցախը հանձնել է, ով 2018 թվականին գոռացել է, որ Արցախը Հայաստան է, բայց այսօր 2015-ի գոռացել, հետո է գոռացել, 19-ին էլ չէ, 20-ին է գոռացել, կորոնայից առաջ։ Հա, 19-ին էր, թե 20-ին էր։ Հիշելով 20-ին էր, որտեվ հիշում եմ դրանից հետո միանգամից կորոնան սկսեց։ Ժողովուրդ ջան, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, ցավոք ես տեխնացու չունեմ։ Հենց այդտեղից արդեն նախադասությունը պետք է ավարտել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ցավոք ինքը տեխնացու չունի, արդեն խնդրեմ է, որտեվ ինքը իր սահմանադրական իրավասություններից դուրս բանի համար ցավում է։ Հասկանում եք, այդ մարդուն արձագանքելը ես գտնում եմ անիմաստ, որովհետև վերջին նրա գրառումներից հետո շատ գեշ բառապաշարով ես չեմ պատկերացնում մի երկրի ղեկավար, որը կարող է նման բառապաշարով շփվի։ Մենք իմ համար հանրության հետ շփվելու ձև կա։ Ես կարող եմ իմ նեղ անձնական շրջապատում շփվեմ նենց, ոնց ինձ հարմար է։ Ասեմ այն ինչ որ տենց չի կարելի հանրությանը ասել, չէ, բայց եթե ես երկրի ղեկավար եմ, կամ լավ երկրի ղեկավարը չեմ, հանրային դեմք եմ հանրության մեջ խոսելու ինձ իրավունք է վերապահվել։ Ես խոսեմ նման բառապաշարով, հենց մեր խնդիրները սկսեց այդտեղից, որ ինչ որ մարդիկ իրավասությունը իրենց վերապահեցին նման լեքսիկոնով շփվել, անհարգել այն մարդկանց, ովքեր իրենց քվե են տալիս։ Դրա համար խոսել Նիկոլ Փաշինյանը ասենց ասեց իրավունքը ուներ թե չուներ, ժողովուրդ ջան, հենց կորոնայի ժամանակ առաջի անգամ, որ ես իրապես տեսել եմ, թե ինքը ոնց է սահմանադրությունը տապալում։ Սահմանադրության կրթության մասին, պարտադիր կրթության մասին օրենք կա, կետ կա։ 5000 հոգու հոսանք անջատեցին, այնտեղ որ երեխեքին հեռահարուսուցման էին ուղարկել նոթբուքով, այդ մարդկանց իրավունքը խախտվեց, սահմանադրական իրավունքը։ Ինքը հելեց հիստերիկ բաներ էր անում, բա հոսանքի փողերը մուծեք։ Ժողովուրդ ջան, հոսանքի փողերը մուծելը վարչապետի պարտավորությունն է, չի սահմանադրություն պահելը իրանն է։ Դատարանի դռները շրջափակել էր տալիս այդ ժամանակ նկատեցիք սահմանադրական։ Չէ, չնկատեցի։ Ինչու՞։ Ասեմ, որովհետև կոնկրետ գործողությունը, որը իրականացվում էր դատարանները փակելուց, դա հեղափոխության, ոչ թե Նիկոլի արած իշխանափոխության, այլ իրական հեղափոխության, լուստրացիայի եւ նման քայլերի հաջորդականության տրամաբանության մեջ էր մտնում։ Բայց երբ որ հասարակ քաղաքացին, ով ամեն ինչ արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գա ինչ-որ բան փոխի, հեծը նրան պարտադրեց, այդքան մարդու հոսանքը անջատելը մի բան էլ ասի, որ լավ են արել։
Ճիշտ եմ հասկանում մի րոպե։ Սահմանության խախտում չէր։ Երբ գործադիրի Կարող ենք իրավական բանով տես ես դատավոր չեմ, բայց երբ որ գա մի հատ աստծո աջակցությամբ կգա ժամանակ, այդ բոլոր դրվագները առանձին կքննարկվի ու դուք կտեսնեք որ փաստ մարդուն, որ ուղարկել են տունը կոմպով դաս անելու, իր հոսանքը անջատում են, այսինքն իրան այդ իր սահմանադրական իրավունքից զրկեցին։ Այդ հստակ տապալում է, բայց այն քաղաքական գործողությունը, որը մտնում էր հեղափոխության փուլի մեջ, ժողովուրդ ջան, ԲԴԽ-ն ու մնացած դատական այդ կառույցները մինչ օրս շատ վատ վիճակում են, որովհետև այդ process-ը Նիկոլ Փաշինյանը տապալեց։ Եվ 18 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը իր իշխանություն վերցնելու, բայց բոլոր հեղափոխական process-ները տապալել է մի նպատակով՝ իր սեփական իշխանությունը պահպանելու։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկանում է, եթե չլինի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինքը իշխանություն չունի այս երկրում։ Որտեղ այս երկրի ընտրությունները քաղաքական չեն, անտի-ռեյտինգային ընտրություններ են։ Ով չի սիրում Քոչարյանին, ընտրում է Նիկոլին, ով չի սիրում Նիկոլին, ընտրում է Քոչարյանին։ Ու մեր մեծագույն չարիքը հենց այդ սկզբունքի մեջ է։ Երբ որ իրար այդ սև ու սպիտակները դասակարգումը մտցրեցին ու մեզ պարտադրեցին խաղանք այդ տրամաբանության մեջ։ Մենք այդ ժամանակ պարտվել ենք ժողովրդս։ Այսինքն երբ որ գործադիրի ղեկավարը դատական իշխանության վրա այսպես ճնշումներով ուղղորդում է մարդկանց այնտեղ, դա դուք խնդրալից չեք համարում։ Ժողովուրդ ջան, այստեղ արդեն տեսեք էլի Նիկոլ Փաշինյանի անձնական սխալից դուրս եկած պատմությունն են քննարկում։ Ինքը գործադիր իշխանություն չպետք է դառնար, քանի հեղափոխությունը չէր հասել իր տրամաբանական գագաթնակետին։ Ոնց որ հիմա ես ասում եմ, խի 7 տարի առաջ չէիք հիշում, որ կաթողիկոսը սենց կամնեց, Ալեն Սիմոնյանը տեսնում է արտահայտություն արեց, ոնց որ դու էլ այնտեղ ասում ես, չիմանանք այդ ձեռքը որտեղ է եղել։ 7 տարի իրանց ձեռք էր տալի այդ ձեռքը որտեղ որ եղել է պաչեին, բայց ինչ որ սենց ընտրություններից առաջ միամիտ բոլորը դառան լավ տղա։ Ու այդ լավ տղան կոնկրետ եթե անձնական վիրավորանք կընդունի Ալեն Սիմոնյանը, թող ընդունի, որտեվ ինքը չի կարա լավ տղա լինի, երևի կվիրավորվի այդ արտահայտությունից, էլի։ Եվ դուք անկախ այս իշխանության դիվերսիոն հարձակումներից եկեղեցականների վրա ինչ եք կարծում, դրանից զատ պետք է